Բարի լույս, բարի առավոտ, սիրելի հեռուստադիտող, մենք կրկին հանդիպեցինք եւ առաջիկա 2 ժամերը միասին ենք անցկացնելու, զրուցելու մշակութային անցուդարձի շրջադարձային պահերի մասին եւ խոսելու իհարկե տաղանդավոր եւ իրենց գործի վարպետ մարդկանց հետ։ Այսօր նոյեմբերի 15-ն է, համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրության յուրաքանչյուր տարի նոյեմբեր ամսվա 3-րդ հինգշաբթի օրը նշվում է որպես փիլիսոփայության համաշխարհային օր, փաստորեն այս տարի օրը կհամընկնի նոյեմբերի 20-ի հետ։ Օրվա նպատակն է ստեղծել ընդհանուր հարթակ ամենատարբեր սոցիալ-մշակութային քննարկումների համար եւ խթանել աշխարհի մտածողների հանրային բանավեճերը։ Դե իսկ անցնելով մեր այս պահի թեմային, պիտի ներկայացնեմ մեր հյուրին, ով մի ձեռքում պահում է վրձինը, մյուս ձեռքում կիթառը։ Եվ երկու ոլորտում էր հրաշալի է ստեղծագործում, խոսքը իհարկե նկարիչ, կիթառահար, երգահան Մարտին Ահարոնյանի մասին է, ով վերջերս ներկայացրեց իր նոր երգի պրեմիերան «Քո տեղում հիմա»։ Մարտին Ահարոնյանն այս պահին մեր տաղավարում է, բարի լույս ձեզ, ինչպե՞ս եք։ Բարի օր բոլորին, շատ լավ։ Շնորհավորում եմ նախ ձեզ պրեմիերայի կապակցությամբ, ինչպես կայացավ պրեմիերան, պատմեք մի փոքր նաև ձեր էմոցիաների մասին։ Դե ասեմ, որ ես համագործակցում եմ իմ ընկերոջ գրող Կորյուն Առաքելյանի հետ, արդեն 5-րդ երևի իր բանաստեղծությունների վրա գրված երգն է իմ։ Սա կենսագրական երգ է, ասեմ, նվիրված է իր կնոջը։ Եվ ես գրել էի, ես ընդհանրապես ինձ շատ գրքեր են նվիրում բանաստեղծները, իմ մոտ մեծ գրադարան ունեմ, բայց ես ասենք ցանկանում եմ, որ երևի երգ դառնա իրենց ստեղծագործություններից մեկը, բայց ասենք ես աշխատում եմ իմ ճաշակով, ասենք, որը որ իմ մոտ ինչ որ առաջացնում է, ինչ որ տրամադրություն կամ ինչ որ ստիմուլ է ստեղծում, որ ես գրեմ այդ բանաստեղծության վրա ինչ որ երաժշտություն երգ։ Եվ այդպես սա էլ եղավ, Քո տեղում հիմա որ գրված է։ Գաղափարը ձերն էր, թե ինքը տվել էր, գիրքը իմ մոտ էր, բայց ինքը չէր էլ մտածում, որ այդ կոնկրետ այդ բանաստեղծության վրա կարող է երգ լինել։ Ես ինքս արեցի այդ ամեն ինչը, հետո իրեն վերջում ասեցի, եւ բացի այդ ինքը կարճ էր բանաստեղծությունը երգի համար, ասենք։ Ես մտածում էի, որ շարունակություն ունենա, բայց ես գիտեմ, որ բանաստեղծներ շատերը ասում են, սա ինչ որ գրել եմ, դա արդեն ոնց որ վերջնական վիճակն է։ Ես իմացա, որ իմ էլի մոտիկ ընկեր ունեմ շատ տաղանդաշատ Գրիգոր Վարդանյանը, որը մի քանի լեզուների է տիրապետում եւ նաեւ ֆրանսերենին, նա ֆրանսերեն էր թարգմանել։ Եվ այդ ուրեմն առիթ հանդիսացավ, որ ես կեսը երգի կատարեմ ֆրանսերեն, դե ես ֆրանսերեն անցել եմ դպրոցում, ավելի մոտիկ էր ինձ, աշխատեցինք, որ ասենք եւ այնպես անել, որ այդ ֆրանսիացին լսի այնպես ծիծաղելի չլինի, ամեն ինչ տեղում լինի։ Այսինքն ֆրանսերեն մի մաս կեսը, հա, հատվածը ձեր գաղափարն էր։ Եթե չլիներ բանաստեղծությունը թարգմանված, այսինքն այդ գաղափարը չէր, արդեն բանաստեղծությունը, քանի որ իր բանաստեղծությունները շատերը թարգմանվել էր իտալերեն, ֆրանսերեն, ես ֆրանսերենը շատ ավելի հայրենին մոտիկ է մեր ոնց քաղաքային ֆոլկլորին այդ շեշտադրությունով բանով, ես որոշեցի ֆրանսերենով այդ օգտագործել այդ ու ստացվեց երգը, ասենք իմ ուզած չափի մեջ եւ ուրեմն հայերեն ֆրանսերեն։ Ես առաջարկում եմ այս պահին, որպեսզի մեր հեռուստադիտողների համար եւս պարզ դառնա ինչի մասին ենք զրուցում, դիտենք տեսահոլովակը, լսենք երգը եւ ապա շարունակենք զրույցը։ Լավ։ Քո տեղում հիմա ամեն օր կողքիս գիշերն է քնում գլուխը դրած քո փափուկ բարձին Քո տեղում հիմա կարոտն է քնում իր աչքը գցած քո վերադարձին Իմ ափսոսանքն է Քո տեղում քնում գլուխը դրած չչորացող արցունքով բարձին իմ
ափսոսանքն է քո տեղում քնում գլուխը դրած չչորացող արցունքով բարձի de moi, là où tu couchais. Maintenant c'est la nuit qui dort reposant sa tête sur ton oreiller. À côté de moi, là où tu couchais, c'est la nostalgie qui t'aurait atteint avec impatience. Là où tu couchais, c'est mon grand regret qui dort, reposant sa tête sur mon oreiller tout mouillé de larmes. Là où tu couchais, c'est mon grand regret qui dort, reposant sa tête sur mon oreiller tout mouillé de larmes. Ափսոսանքն է քո տեղում քնում գլուխը դրած չչորացող արցունքով քո բարձին Là où tu couchais, c'est mon grand regret qui dort reposant sa tête sur mon oreiller mouillé de larmes Իմ ափսոսանքն է քո տեղում քնում Դրած չչորացող արցունքով բարձի քո բարձի Դիտեցինք տեսահոլովակ, իսկապես շատ հուզիչ էր ստացվել, նաև տեսահոլովակը շատ խորհրդավոր կերպով էիք փորձել ստանալ, կար հատուկ գաղափար, որը ուզում էիք փոխանցել հեռուստադիտողին։ Այո, հիմնականում մեր նպատակն էր, որովհետև ինքը չկա, այսինքն ում մասին երգվում է եւ նա բայց ներկա է հոգին ոնց որ նրա ներկա է երգի ընթացքում ու հետո անհետանում է։ Եվ անպայման ուզում էի, որ ակուստիկ գործիքներով լինի, այսինքն այստեղ կոնտրաբաս, ջութակ, որը ասենք իմ լավ ընկերներն նորից է նվագել, ջութակը Հովհաննես Կարախանյանը, կոնտրաբասը ուրեմն Տիգրան Ոսկանյանը եւ ես չի ուզում էլեկտրական այդտեղ գործիքներ հնչեն եւ տրամադրությունը դե տխուր երգ է իհարկե թախծով լցված Եվ ֆրանսերեն լեզուն ավելի է, այսպես խտացնում գույները։ Ֆրանսերենը դե գեղեցիկ լեզու է։ Զգացմունքային մաս հաղորդում, այո։ Հետաքրքիր է, որ անցած տարի այս ժամանակահատվածում, եթե չեմ սխալվում, դու կրկին մեզ հյուր էիք, որովհետև թեման նկարների ցուցահանդեսներ եւ այս տարի արդեն երգի պրեմիերա, ստացվում է դուք ամբողջ տարին շատ այսպես բուրըն ստեղծագործական շրջանի մեջ եք։ Մի քիչ պատմեք ձեր առօրյայից ինչ ընթացքի մեջ է հիմա ձեր ընդհանուր ստեղծագործական ճանապարհը։ Դե ասեմ իմ ես երկու ուրեմն արվեստի ճյուղերում եմ ստեղծագործում, հիմնականը ու ինձ համար հավասար են նրանք նկարչությունը եւ երաժշտությունը, որ չեմ շատ առանձնացնում, իհարկե երաժշտությունը մեկ ավելի առաջին պլան է գալիս իմ մոտ, որովհետեւ շատ ավելի զգացմունքային է եւ հարազատ է դարձել ավելի։ Ես աշխատում եմ, ունեմ նոր գործեր, երևի ես վերջերս չգիտեմ լսել եք թե չէ, հեթանոս գիշեր է կոչվում ահագին տարածում ունի այդ գործը ես չէի էլ մտածում որ այդքան ուրեմն տեղ կգտնի մարդկանց սրտերում բայց շատ նամակներ եմ ստանում շատ ունեմ նորից մի քանի գործեր եւ գիտեմ որ մի գաղափար կա եթե դեմ չեք խոսենք նաեւ այդ գաղափարի մասին հայ-չինական համագործակցություն նվիրված կոչվում է Արևն ու գինին
երկի տեքստը դրա վրա է, իհարկե սեր կա մեջը նորից եւ անպայման պետք է դա էլ չինարեն Չինուհի պետք է գտնեք։ Չինուհի պետք է գտնեինք, որը սկզբում կար, հետո բարթացավ, մի խոսքով դժվարությունով, բայց գտանք, որովհետեւ պետք է երգեր նաեւ իմանար։ Այսինքն նա պետք է գեղեցիկ ձայն ունենար, կարողանար երգել։ Ինչպես գտաք նրան։ Դե մեծ երկար փնտրումներից հետո այստեղ մի չինացի մենք ընկեր ունենք, որ նա նույնպես եթեր էր վարում կարծեմ եւ մաքուր հայերեն էր խոսում, ես որ իմ հետ խոսեց առաջանկյալ չէի հավատում որ նա չինացի է։ Հետո նրա միջոցով ես խնդրեցի, ասեցի մի բան արա, որովհետեւ ինքը մասնակցեց նաեւ երկի թարգմանությանը չինարեն, որ երկը պատրաստում ենք եւ սլավոնականից մենք դասախոսների ուրեմն հրավիրեցինք, բացի այդ հետո չինացի զույգ եկավ, որը նույնպես նայեց, որպեսզի ամեն ինչ տեղում լինի, էլի։ Այո, ճիշտ լինի։ Այդ խոսքերը այնց ամեն ինչ լավ վիճակում։ Ինչի մասին է լինելու։ Արևը եւ գինին։ Արևի եւ գինու մասին է լինելու։ Գինու մասին է, դե խաղողը հիմնական այնտեղ ուրեմն բանն է, գլխավոր դերում է, որովհետեւ գինին խաղողից է ուրեմն։ Ինձ հետաքրքիր է, ահա։ Եվ մի խոսքով այդպես արեցինք, այդ աղջկան գտանք, ահագին բարդություններ ունենք, որովհետև այդ աղջիկը անգլերեն էլ չի խոսում, հայերեն նոր է սկսել։ Հաղորդակցվելու, այո, բարդություններ։ Բայց ինքը երկու հեռախոս է բերում ու թարգմանչով, այնտեղ ես ինչ որ խոսում եմ, ասենք միանգամից թարգմանված ինքը կարդում է, հակառակն էլ չինարեն, որովհետև ինքը ինձ որ բանը գրում, մեսիջներ է գրում, ինքը շատ գրագետ հայերենով է մեկ-մեկ ստացում, ես սկզբում ուսարմանում էի, դու ասա այդ որ թարգմանում է, այդպես ուղարկում։ Դե մենք կսպասենք ուրեմն ձեր նոր այդ համագործակցությանը։ Արդեն մինչև տարվա վերջ ուզում եմ դա վերջացնենք, որովհետև նկարահանել ենք, այսինքն ամեն ինչ արված է, ձայնագրված եւ այլն։ Քանի որ ինքներդ էլ նշեցիք երկու ոլորտում եք ստեղծագործում, հետաքրքիր է կա ինչ-որ մի ստեղծագործություն ձեր երգերում, որը եթե փորձենք պատկերացնել կտավի տեսքով, ինչ կտավ կդառնա։ Դե տեսեք, իմ ցուցահանդեսը անցյալ տարվա որ ես անհատական ունեի, հենց կոչվում էր երաժշտությունը ներկապնակում։ Եվ մենք այնտեղ կատարեցինք բացմանը, ուրեմն ցուցահանդեսի բացմանը, նկարիչների միությունում մի քանի գործեր, որոնք նկար են դարձել։ Այսինքն ես ունեմ շարք նկարների, որոնք երաժշտություն ունեն իրենց համապատասխան։ Այսինքն հենց վերնագիրն էլ նույն երաժշտությունն է։ Իսկ եթե երգը դարձնենք կտավ, օրինակ որ երգը կուզեիք կտավ դառնար։ Դե նույն բանն է, ես հենց երգը դարձրել եմ կտավ։ Այդ ցուցահանդեսին ունեմ մոտավորապես 10 քանի գործ, 15 թե 20 գործ ունեմ։ Բարդ է, երբ փորձում ենք մի ոլորտը տեղափոխել։ Չէ, եւ մենք նույնիսկ կատալոգը այդպես արեցինք, որ QR կոդերով, ասենք, ով կատալոգը նայում է, կատալոգի կողքը QR կոդը կա, որը որ տեսահոլովակ երաժշտություն ունի, դու կարող ես տեսնել այդ տեսահոլովակը։ Միանգամից YouTube-ի են կապնվում, նույնիսկ կատալոգն է այդպես արված։ Իհարկե կապ ունի, երբ որ երաժշտությունը, ասենք, այնպեսին է, որ տրամադրում է, քեզ ինչ որ մտքեր է տալիս, որ դու կարողանաս այդ ստեղծագործել եւ հեշտացնում է, որովհետեւ ասենք մարդիկ կա, որ մտածում են, չէ, ինչ նկարեն, իմ մոտ այդ հարցում, ասենք, բավական շատ է հնարավորությունը, որովհետեւ երգերը արդեն իրանք հուշում են, թեման իրենք հուշում են։ Իսկ ինչպես եք անում, որպեսզի ձեր մի մասնագիտությունը մյուսից չնեղանա, որովհետև երբ օրինակ սկսում եք բուռն երկարվեստի նոր երգեր թողարկելով զբաղվել, գուցե այնտեղ նկարչությունը տուժի կամ հակառակը։ Դե, ճիշտ եք ասում, բայց այս դեպքում հիմնականում նկարչությունն է մի քիչ տուժում, իմ մոտ կոնկրետ, որովհետև երաժշտությունը ավելի ասում եմ առաջի պլան է եկել, բայց նկարչությունը չեմ մոռանում իհարկե, գիտեք, այնպես է, որ այդ անհնար է, թթվածնի նման է, եթե դու ասենք սիրում ես արվեստը, չես կարող։ Ժամանակ է գալիս, որ դու ուզում ես անպայման մի բան անես, նկարես, իսկ երաժշտությունն է ստեղծագործես, երգը արդեն ուրիշ ձևի էլի, ինքը արդեն ոնց որ մեջդ խմորվում է։ Այսօր հաճախ մարդիկ, ովքեր երաժշտություն են ստեղծում, բողոքում են, որ լավ երաժշտություն, օրինակ տեղադրելով սոցհարթակներ, YouTube չի գնահատվում, որովհետև տեղը զիջում է ավելի մասսայական երաժշտությանը, բայց այս առումով ձեր նոր երգն էլ կարծես թե բուռն արձագանք ստացավ։ Ես զարմացա ճիշտն ասած եւ ուրախացա, որ քանի որ ինքը ուրիշ բանի մեջ է գրված երգը, ասենք իմ ոնց որ իմ մշտական, ասենք, ժանրի մեջ, այսինքն ես նորություն չեմ արել, ուրիշ բան չեմ փոխել
եւ տեքստը ինձ շատ էր դուր եկել ու զարմացա, որ երիտասարդ նույնիսկ 12-14 տարեկան ինձ ասեմ հանդիպում են փողոցում ու ասում են էլի որ շատ ենք հավանում այդ երկը, ես ուրախանում եմ, որովհետեւ փաստորեն ես միշտ էլ ասել եմ, որ ճիշտ չի, որ ասում են բան եղանակ ստեղծում, լսարան, ասենք ես դա կողմնակիցը չեմ էլի եւ օրինակներ կան, թեկուզ Շարլ Ազնավուրը բաննա նրան բեմից գիտեք ինչեր են արել, դուրս են քշել բան են արել, բայց նա հասավ նրան, որ իր երաժշտությունը ասեց, որ սա ճիշտն է, սա պիտի լսեք եւ հասավ դրան։ Այսինքն հիմա որ ասում են, գիտես ինչ դահլիճները չի լցվում, որովհետեւ ես դա չեմ ընդունում, որովհետեւ այդ քաղաքականությունը վարում են հենց իրենք, ովքեր ասում են։ Որովհետեւ եթե նրանք ճիշտ այդ բանը դրվի, այդ ամեն ինչը աշխատանք տարվի ոնց որ միշտ տարվում էր էլի որովհետև երիտասարդ սերունդը չի կարողանում տարբերակել ես օրինակ հանդիպումներ եմ ունենում նրանք չեն իմանում որովհետև հիմք չունեն նրանք դպրոցից մանկապարտեզից նրանք ընտանիքում նրանց չեն դաստիարակել կարգին նրանք չեն կարողանում լավ գրական գործը տարբերեն լավ տեսաֆիլմը կինոն չեն կարողանում, նա չեն հասկանում, ասում ոնց դա, ասում լավ, այլ ինչով ավատես երաժշտությունը։ Նա չի հասկանում, որովհետև նա չգիտի, որ դա ինչ լադեր են, որտեղից են գալի, մերը չի եւ հետո կեղծ է, ես ասենք նորմալ զարգացած մարդը նա ոնց որ ծակեն նրան, որ օտարամոլ բան ա լինում, օտարամոլ ասելով ֆալշ էլի, ասենք ոչ նորմալ երաժշտություն։ Նա չի կարող, նա զգում է, բանա, եւ այստեղ է որ դուք պետք է ուղղորդեք նրանց։ Դե մենք ինչ կան անում ենք, բայց տեղ է գալիս, ասենք ինչպես, ասենք մեծ լսարան ունեցող հեռուստաընկերությունները, ասենք համացանցը դրանք են շատ եղանակ նաեւ ստեղծել։ Հեգուց հիմա ազատ է, ասում են ազատ է, դու էլ իր, բայց նրանք արդեն այնպիսի բան են արել, հասել են նրան, որ լսարան իրանք կարողացել են այդպիսի մեծ բան ունենալ լսարան, որը հիմա ենթարկվում է իրենց, այսինքն նրանցով է գումար են աշխատում, մեծ դահլիճներ են լցնում։ Եթե վերադառնանք ձեր երգին, երաժշտությանը, քանի որ դուք երաժշտության հեղինակն եք, հետաքրքիր է այս առումով ձեզ մոտ հեշտ է ստացվում խոսքերը լսելուց հետո պատկերացնել եւ հասկանալ ինչ երաժշտություն պետք է ունենա այդ երգը, թե նաեւ ավելի հեշտ է, երբ ի սկզբանե դուք երաժշտությունն եք ստեղծում եւ հետո խոսքերը։ Գիտեք ոնց տարբեր է, եղել է որ հենց օրինակ հենց կոնկրետ այս պարագայում այս երգը, որ հիմա մենք տեսավլովակի պրեմիերան էր, այդտեղ ինքը տեքստն է ինձ ստիպել, ասենք, առաջին այրտ ինքն է եղել։ Պատկերացրել եք ինչ երաժշտությամբ ես պետք նրա է վրա եմ աշխատել, բայց ասենք ես ունեմ գործ, որ ասենք Սուրբերի աչքեր է կոչվում, որը Եղեռնի հուշարձանի տակ արդեն 20 տարի հնչում է։ Այդ գործը օրինակ ես գրել եմ երաժշտությունը սկզբում, հետո հրավիրել եմ բանաստեղծ ընկերոջը, որը ինքը արդեն ասել է ես քեզ գիրք եմ նվիրել այդ բանաստեղծության առաջի ոնց ինքը գրում էր սկզբում ում է նվիրում այդ գիրքը բանաստեղծությունների այդ տողերն է գրել որը որ դարձավ հենց իմ այդ Եղեռնի նվիրված երգի ուրեմն բանաստեղծ խոսքերը կապված է մի խոսքով թեմայից եւ այդ բանի ձեր տրամադրվածությունից տարբեր է եղել է իհարկե դա ամենաբան վատ տարբերակն է որ պատվերի նման է դու արդեն ստիպված քեզ տրամադրում ես, գրում ես, տեքստ ես գրում, գրել տալիս կամ գրում ու այդ լինում են պատվերներ, որոնք ստիպում են ձեր ոճից դուրս գալ։ Եղել է։ Օրինակ բան հայրուս այդ գազի հետ կապված այդ անկերության հիմն եմ գրել, որը հետո տարբեր բաներից հետո իմացա, որ ռոք է պետք սարքել, ինձ կիսատ պրատ էին բացատրում մինչև այդ, մենք ուրիշ բաներ էինք անում։ Ու արդեն ստիպված այդ ուղղությամբ գնացինք, հետո ձգեցին, հետո ուզեցին երբ չախումբ լինի, հիմնի նման լինի, հետ էլ արեցին։ Վերջի այդտենց, երբ որ քեզ ասենք բան են անում, արդեն դու իրենց ենթարկվում ես։ Ստեղծագործող մարդու համար դժվար է։ Դե ավելի ազատություն, թեկուզ դու քոնն ես անում, աշխատում ես չշեղվել, բայց ասենք դու գնում ես իրանց ճաշակին մոտիկ ես գնում ավելի։ Իսկ երբ որ ազատ ես լինում, դա առավելություն ունի, որը որ ինքնաբուխ է, ասենք ներսից է գալիս, երգն էլ, այդ երգը ավելի արժեք ունի եւ ավելի հոգիներ է ուրեմն գրավում, քան թե ասենք այնպես կեղծ արված մի գործ։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր բովանդակային զրույցի համար, ձեզ նոր երգեր եւ նկարչական նոր աշխատանքներ ենք մաղթում, հուսանք հաջորդ պրեմիերային եւս կհանդիպենք եւ կզրուցենք միասին։ Անխափան եթեր ցանկանում։ Շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտող, այս պահին առաջարկում եմ միանանք մեր գործընկերոջ Աշոտ Սարգսյանին, որից հետո կվերադառնանք արդեն նոր հյուրի հետ։